Եվ այսպես Գյումրու Վարդան Աջամյանի դրամատիկական թատրոնում երկարագուլպա Պեպի երաժշտական հեքիաթը սպասում է իր պրեմիերային, որ տեղի կունենա հուլիսի 7-ին, իսկ մենք այս առիթով հյուրընկալել ենք մեր տաղավարում Հասմիկ Սուվարյանին ներկայացման բեմադրիչ եւ դերասանուհի եւ պետք է դիմավորեինք Սոֆի Սարգսյանին, դերասանուհուն Պեպիի դերակատարի, բայց Պեպին առաջ ընկավ նրանից եւ ավելի շուտ հասավ տաղավար։ Ողջույն։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Ես առաջին հարցը միանգամից Պեպիին պիտի ուղղեմ, իսկ ուր է Սոֆին, ինչու մեջ կարողացավ գալ։ Ես կերել եմ Սոֆիին։ Հա, տրամաբանական է։ Պետք էր հասկանալ միանգամից։ Պետք է դա հասկանանք, հա։ Դե լավ, սկսենք թերևս Եթե թույլ տա Պեպին։ Եթե թույլ տա Պեպին։ Ահա, շատ լավ։ Դե մենք սկսում ենք խոսելով այն մասին, թե ինչպես որոշեցիք վերադառնալ այս բավականին հայտնի ստեղծագործությանը եւ բեմադրել այն Գյումրու թատրոնում։ Նախ ինձ համար սա առաջինն է որպես ռեժիսորական աշխատանք։ Ես երկար տարիներ Գյումրու թատրոնում աշխատել եմ որպես դերասանուհի։ Իմ համար ամենասիրելի ներկայացումները մանուկների համար ներկայացումներն են, որովհետև այնտեղ դու պիտի լինես անկեղծ, վառ գունեղ։ Եվ երբ Հարությունյան Լյուդվիգը առաջարկեց, որ գուցե փորձես բեմադրել ներկայացում, ես մեծ սիրով համաձայնեցի, հատկապես, որ միշտ ցանկացել եմ այս գործին անդրադառնալ, որովհետև այսօր մեր մռայլ իրականության մեջ ինքը վառ գունեղ կերպար է, որի կարիքը ունենք ու իր ասելիքը ուղղված է ոչ միայն փոքրերին, նաև մեծերին։ Այս ներկայացման մեջ։ Եվ հետաքրքիր է ինչպես եղավ քո կողմից արդեն այդ առաջարկի ընդունումը, հասկանալի է, որ պետք է, որ սիրում ես, որ սա մի հետաքրքիր դաշտ է, բայց այնուամենայնիվ առաջին փորձն է որպես բեմադրիչ, եւ ինչ ճանապարհ անցար ու անցնում դեռ 1 ամիս է։ Իրականում հսկայական թիմի աշխատում ներկայացման վրա եւ աշխատել Գյումրու թատրոնում նշանակում է քո թիկունքին կանգնած են մարդիկ, որոնք ամեն ինչով քեզ օգնելու են, մեր կողքին պրոֆեսիոնալ մարդիկ են, զգեստների նկարիչ Լուսինե Խաչատրյան, դեկորա ներկայացման բեմադրիչ նկարիչը, նոր նկարչուհի ունենք մեր, որ համագործակցում է թատրոնի հետ, Անին Ռաշոյան, ինչպես նաև մեր ներկայացման համար գրվել են նոր երգեր, գրվել է բեմադրությունները պարերի դարձյալ մեր թատրոնից են աշխատում, այսինքն հսկայական թիմի աշխատում, եւ մենք երկար ամիսների ընթացքում կարողացանք ստեղծել վառ գունեղ ներկայացում, որը հետաքրքիր գունեղ է փոքրիկների համար, բայց շատ ասելիքով լեցուն է մեծերի համար, որովհետև մենք մեր ներսում եթե կորցնենք Պեպիին, կորցնենք մանկությունը, կյանքը կդառնա անհետաքրքիր։ Կարծում եմ ծնողները նույնպես շատ մտածելու բան ունենան ներկայացումից հետո։ Այո, այ հետաքրքիր է Պեպին այստեղ է նստած, տարօրինակ է իհարկե նրա մասին, այսպես որպես երրորդ անձ, երրորդ դեմքով խոսելը, բայց նա շատ ազատամիտ է, շատ անկախ է, շատ ուժեղ է, ինչպես են նրա այս հատկանիշները փոխանցվում ներկայացման ընթացքում, ինչպես է մարմնավորվում այդ ամենը։ Շատ հակասական է, կարծում եմ, որ Պեպին այդ մասին խոսի, որովհետև մտնել մի քաղաք, որտեղ ամեն բան պետք է ընթանա կարգ ու կանոնով եւ օրենքով, բայց այդպես ձանձրալի է ախր։ Եվ նա գալիս է մարդուն հիշեցնելու իր բնույթի մասին, որովհետև կարծում եմ շարունակությունը կասի Պեպին։ Որովհետև ես սիրում եմ անել այն, ինչ սիրում եմ։ Իսկ նրանք անում են այն, ինչ պարտադիր է, ինչ կարելի է, չի կարելի։ Իսկ ինչ ես սիրում Պեպի։ Ես սիրում եմ, որ մարդիկ ուրախ են լինում, երազանքներ են ունենում, ցանկություններ, հիշողություններ եւ իրենց հիշողություններով ճամպրուկ են հավաքում, հետո այդ ճամպրուկով գնում ճանապարհորդությունների, իսկ ես շատ եմ սիրում ճանապարհորդել։ Իսկ քեզ դուր եկավ մեր տաղավարը, երբ այդ ճամփորդության արդյունքում եկար ու հայտնվեցիր այստեղ։ Արդյոք վտանգավոր Արդյոք շատ չէ այս տաղավարը քեզ համար կարգ ու կանոնի մեջ։ Այս կողմում խանգարում են, բայց դուք չէ։ Խանգարողները այս կողմում են։ Թոմին եւ Անիկան ինչպես են։ Լավ են։ Նրանք գնացին դպրոց, զզվելի է։ Բայց չէ՞ որ պետք է ամեն դեպքում սովորել։ Հա, պետք է սովորել, բայց ոչ այդպես պարտաճանաչ գնալ դասի, հետո գուլպաները պարտադիր լինեն, սպիտակ գուլպաները կարող են լինել տարբեր գույների, կարմիր կապույտ, գազարագույն։ Իսկ նրանք հագնում են սպիտակ ու սև գուլպաներ, հետո գնում դպրոց։ Բայց գուցե նրանք սիրում են այդ սև ու սպիտակ գուլպաները։ Նրանք չեն սիրում, ես խոսել եմ նրանց հետ։ Ստիպված են հագնում։ Հա, չէ, եթե չեն սիրում։ Մայրիկն է այդպես սիրում, նրանք չեն սիրում։ Դե իհարկե ասելիք, ինչպես դուք նշեցիք, ոչ միայն փոքրիկների համար է, այլև մեծերի համար է եւ հետաքրքիր է դուք որպես բեմադրող ռեժիսոր արդեն այս դեպքում ձեր համար որ ասելիքն է ամենակարևորը։
ամենակարևոր բանը կարողանալ կարգ ու կանոնի մեջ չմոռանալ քո հոգու թռիչքը։ Չմոռանալ այն հիշողությունները, որ օրվա վազքի մեջ մենք շատ հաճախ մի կարևոր ֆրազա կա ներկայացման մեջ, որ ասում է շտապենք տուն, որ առավոտյան շտապենք աշխատանքի։ Սա կարծես մեր կյանքի մասին է։ Այս ընթացքի մեջ մենք մոռանում ենք ուրախությունները, ընկերներին, մոռանում ենք մի ակնթարթ մնալ մեր ներսի մանկության հետ, կաթիլի հետ, գույնի հետ, որովհետև իսկապես առանց այդ ամենի, եթե անցնում ես կյանքդ եւ հետ ես նայում, չունես հիշողություններ, եթե չունես երազանքներ, որոնք քեզ թև են տալիս, որ դու հավատաս ու հասնես, եւ Պեպին որպես կերպար խորհրդանիշ է, սիմվոլ է այն բանի, որ չնայած այն բանի, որ նա գտնվում է շատ վատ դրության մեջ, նա մենակ է մնացել, հայրը մայրը իր հետ չեն, բայց նա իր հավատի ուժով կարողանում է փոխել մի ամբողջ քաղաք, կարողանում է փոխել այդ քաղաքում ապրող իրենց մանկությունը կորցրած ուսուցիչներին վերադարձնել կյանք, նույնիսկ բացասական կերպարը մեր մոտ վերջում փոփոխություն է ունենում Պեպիի շնորհիվ։ Այո։ Դա շատ կարևոր է։ Հետաքրքիր է նաև, քանի որ վստահաբար դուք ինքներդ նշեցիք, որ շատ երկար ժամանակ եք աշխատել, հսկայական թիմ է աշխատել այս ներկայացումը իրականություն դարձնելու համար, եւ վստահ եմ, որ ընթացքում եղել են հաստատ բարդություններ, եղել են նաև վստահաբար զվարճալի պահեր։ Հետաքրքիր է, օրինակ Պեպի, դու ինչպես ես կարողացել դիմանալ այդ կարգ ու կանոնով ամեն օր նույն ժամին, նույն տեղում այդ բոլոր փորձերին, եւ որն է ամենազվարճալի բանը, որ այս ընթացքում եղել է քեզ համար։ Ոյ։ Ես նրան վաղուց եմ ճանաչում։ Նրա հետ իսկապես շատ դժվար է։ Բայց դժվարություններ չեն եղել, որովհետև մենք ընկերներով միասին հավաքվել ենք ու ստեղծել ենք իմ աշխարհը, իսկ իմ աշխարհում դժվարություններ չկան։ Ամեն ինչ գեղեցիկ ու լուսավոր է։ Ասմիկ, խոսեցիք, որպես ռեժիսոր ինչ է ամենակարևորը ձեզ համար եւ ինչն եք փորձելու հասցնել հանդիսատեսին, բայց ինձ հետաքրքիր է որպես մայր։ Երբ Պեպիի հետ աշխատելուց հետո վերադառնում եք տուն, ինչ է փոխվում ձեզ մոտ եւ ձեր եւ աղջկա հարաբերությունների մեջ։ Աղջիկս նույնպես ապրում է ներկայացման մեջ, ես նրան մասնակից եմ դարձրել այս գունավոր պատկերին, ես կարծում եմ, որ այս դեպքում պետք է նաև հարցնել, իսկ ինչ է փոխվել նաև նրա մոտ։ Կարողանալ միշտ յուրաքանչյուր դրության մեջ միշտ կարողանալ պայծառ շպիտով հավատալով գնալ առաջ եւ ունենալ ընկերներ։ Ես կարծում եմ ներկայացումը նայելուց հետո մայրերը հատկապես կփորձեն վերանայել իրենց եւ իրենց երեխաների փոխհարաբերությունները, որովհետեւ շատ հաճախ մենք ասում ենք չի կարելի, եւ նրանց պարտադրում ենք անել այն, ինչ որ մենք ժամանակին երազել եւ չենք ունեցել։ Մենք ստիպում ենք նրանց ապրել մեր կյանքով, մեր չստացված կյանքով։ Ներկայացումը նաեւ դրա մասին է։ Ներկայացումը նրա մասին է, որ մայրերը փորձեն հասկանան, իսկ արդյոք նրանք իմանում են ինչի մասին, երբ իրենք փոքր էին, երբ իրենք Պեպի էին, երազում էին։ Մենք պիտի հիշեցնենք մայրերին, որ հիշեք, խնդրում եմ, ձեր երազանքների ճամպրուկի մեջ ինչ կա մոռացված հիշողություն։ Եվ նախ թույլ տվեք, որ այդ ճամպրուկը վերջապես թեկուզ տարիներ անց բացվի եւ մի խանգարեք, որ ձեր երեխաների ճամպրուկը եւս բաց մնա։ Հետաքրքիր է նաեւ բեմադրության ընթացքում կան հատվածներ, որոնք որ հիմնական գործից փոփոխման են ենթարկվել եւ որոնք են դրանք։ Ներկայացումը մեծ փոփոխության է ենթարկվել, մենք փորձել ենք ավելի մյուզիկալ դարձնել, երգերով, պարերով, այո, երգերը նոր են գրվել, պարերը բեմադրված են, մեծ մասը ներկայացման երկու պար է, որովհետեւ այսօր երեխաներին դու չես կարողացել նստեք եւ լսեք։ Ինքը պիտի գա, պիտի տեսնի վառ պատկեր։ Մենք փորձել ենք որպես մանկական ներկայացում հսկայական աշխատանք կատարել, որ երեխան, որ այսօր ամեն բան տեսնում է համացանցում, կարողանաս իրեն հմայել, զարմացնել, եւ մենք երեխաներին հաճախ փորձերի ընթացքում բերում նստեցնում ենք ու նայում ենք իրենց ռեակցիաներին, երբ ինքը զարմանում է, ուրեմն մեզ մոտ հաջողվել է ստանալ այդ հեքիաթը։ Այս պատմության գրվելուց արդեն ավելի քան 80 տարի է անցել, ինչ եք կարծում, ինչու է մինչ օրս այս կերպարը եւ այս պատմությունը արդի։ Որովհետև կարծում եմ սա պատմություն է յուրաքանչյուր մարդու հոգու խորքում ապրող մանկության մասին։ Եվ մենք միշտ երազողներ ենք, մեծանում մոռանում ենք այդ երազանքի մասին, իսկ Պեպին երազող էր եւ հավատում էր դրան։ Եվ դրա համար կարծում եմ, նույնիսկ եթե մենք այսօր մոռացել ենք, ես կարծում եմ ճիշտ ժամանակն է հիշեցնել այդ մասին,
հիշեցնել գույնի մասին, որ մեր ներսում է, ոչ թե պետք է փնտրել աշխարհում, աշխարհը շատ կարող է լինել մռայլ եւ անգույն, բայց մեր ներսում է հեքիաթը։ Եվ մենք ինքներս, եթե փոխենք մեր շրջապատը, կփոխվի աշխարհը։ Պեպի, դու իհարկե այստեղ գալիս կուլ ես տվել Սոֆիին։ Բայց եթե հիշենք նրան իր կենթանի ժամանակներում, ինչ է նա քեզնից սովորել։ Թե չի սովորել դրա համար ես կուլ տվել։ Սովորել է, որ պետք է շատ երազի ու հավատալ երազանքներին ու անկախ միջավայրի, անկախ հասարակության ճնշումներին միշտ գնալ ու հավատալ, որ երազանքները իսկապես իրականանալու հատկություն ունեն։ Ես ինքս եմ հավատացեք սովորել Պեպիից։ Ես որպես դերասան զգացել եմ յուրաքանչյուր կերպար քեզ ինչ-որ մի բան տալիս է, բայց զարմանալիորեն այստեղ ես Պեպիից սովորեցի նաև չլինել այդքան լուրջ։ Մեր յուրաքանչյուր լավ փորձը ընթանում է այն ժամանակ, երբ մենք մի քիչ անլուրջ ենք, որովհետև դա է իրականում այն ներքին բնույթիդ հավատարիմ մնալու սկզբունքը։ Եվ խոսենք ստեղծագործական խմբի ավելի ճիշտ դերասանական կազմի մյուս անդամների մասին, որտեղ ստեղծագործական խմբի մասին խոսեցինք, ովքեր են ներգրաված։ Մենք ունենք երկու Պեպի դերակատարներ, նաև Սեդանն է Մկրտչյան զբաղված։ Ես ուզում եմ նաև նշել Ժաքյան Տաթևին, որը մեր ներկայացման երաժշտական ձևավորման եւ նաև իմ օգնականն է։ Երգերը ամբողջովին նա է գրել, Գայանե Մանուկյանը բեմադրել է մեր ներկայացման պարերը։ Հակոբ Պողոսյան հսկայական աշխատանք է կատարել, որպեսզի մենք ունենանք արտաքին այդ էֆեկտը, հեքիաթը կարողանանք ստանալ։ Քաղաքը նաև այո, հսկայական այդ քաղաքը եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իսկապես Հարությունյան Լյուդվիկին, որովհետեւ նա անհուսալի լավատես մարդ է։ Եվ իր լավատեսությունը, երբ որ ինքը ասում է դու կարող ես անել, իր մի խոսքը քեզ ստիպում է, որ դու անես եւ անես լավագույնը։ Իր հավատը, իր ներսի հավատը հսկայական աշխատանք է, մեր աշխատանքին հսկայական ուժ է տալիս։ Եվ շնորհակալություն իսկապես, որ նա մեր կողքին է եւ հունիսի 7-ին մենք մանուկների հետ եւ ոչ միայն մանուկների, նաեւ ծնողների հետ, ես վստահ եմ, որ մենք այդ օրը կունենանք հրավառություն, մենք կունենանք նաեւ ինչու՞ չէ հուզմունք, որից կծնվի ուրախություն։ Մենք մնում է միայն երևի թե մեզ հաջողություն մաղթել, շնորհակալություն հայտնել ձեզ եւ հայտնել շնորհակալություն այն մեծ ու հսկայական թիմին, որը ակնհայտորեն ամիսներ շարունակ աշխատել է նման արդյունքի հասնելու համար եւ եթե արդեն կերպարն է այսպեսին, մենք վստահ ենք, որ ամբողջ ներկայացումը միանշանակ ստացված է լինելու, հաստատ առիթ կունենանք եւս մեկ անգամ ձեզ այստեղ հյուրընկալելու, արդեն շնորհավորելու պրեմիերայի կապակցությամբ։ Շնորհակալ եմ։ Պեպի, դու վերջում ինչ կասես մեր փոքրիկ եւ մեծ հեռուստադիտողներին։ Ես ուզում եմ, որ դուք հավատաք երազանքներին, որովհետև այս կյանքը դրա մասին է ի վերջո, որովհետև երբ մենք ոչինչ չունենանք, մեզ կմնան միայն մեր երազանքներն ու հիշողությունները, իսկ այդ ճամպրուկը շատ հեշտ է հավաքել, վերցնում ես ճամպրուկ, լցնում երազանքներով ու հիշողություններով եւ գնում աշխարհը գրավելու։ Կսպասեմ ձեզ հունիսի 7-ին կգաք։ Անպայման կգանք մեր ճամփորդներով։ Այո, մենք վստահ ենք, որ այդ ճամփորդությունը իսկապես յուրաքանչյուրի սրտին է հասնելու եւ նույնքան վառ կայծեր է առաջացնելու աչքերում, ինչպես հիմա ձերն է։ Հաջողություն եւս մեկ անգամ, իսկ մենք շարունակում ենք երաժշտությամբ։